Պետբյուջեով այս տարի Կոտայքի մարզում շուրջ 45 կիլոմետր ճանապարհ է կառուցվել, ֆինանսավորումը 6,2 միլիարդ դրամ է։ Իրականացված շինաշխատանքներին ծանոթանալու նպատակով մարզում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Աբովյան, Գառնի, Կաքավաձոր, Լեռնանիստ եւ ոչ միայն։ Նախարարի գանգառները տարբեր էին, իրականացված աշխատանքների ծավալը նույնպես։ Նախկինում մեքենաներ ջարդվում էր, շտաբությունը շատ դժվարությամբ էր գալիս։ Կաքավաձորի բնակիչ Աշոտ Ղարիբյանն ասում է, 50 տարուց ավելի գյուղի ճանապարհը չէր նորոգվել, անանցանելի վիճակում էր։ 70 քանի թվերից մինչև այսօր ոչ մի բան ապսալուտ։ Գյուղացիները մենակ իմանու չի, բոլորը գոհ են, ամենը շատ լավ է։ Կաքավաձորում աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա սեպտեմբերին, ավարտվել արդեն այս տարվա հոկտեմբերին։ 5-4 կիլոմետր հատված հիմնանորոգել են Սերոյից մինչև Գեցանշում։ Ջրվեժից Գառնի տանող 14,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը այս տարի մարզում իրականացված ամենախոշոր ծրագրերից է։ Այստեղ գրեթե ավարտական փուլում են աշխատանքները գտնվում, ասֆալտապատման բուն աշխատանքները ավարտվել են եւ ճանապարհի կահավորման աշխատանքներն են իրականացվում։ Այս ճանապարհը կենսական կարեւորություն ունի մարզի համար, նաեւ զբոսաշրջային տեսանկյունից է կարեւոր։ Պիտի ասեմ, որ ինքը բավական մեծ նախագիծ է, հաշվի առնելով նաեւ արժեքը 3,6 միլիարդ դրամ գումար է կառավարությունը տրամադրել։ Եվս 48 կիլոմետր ճանապարհ էլ մարզում կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Տարբեր ճանապարհների մասն է խոսքը, մասնավորապես դեպի Ջրվեժ տանող ճանապարհի, դեպի Ձորախբյուր տանող ճանապարհի, Գառնի մասին արդեն ասացի, դեպի Գեղարքունիքի մարզ գնացող մեր հիմնական մայրուղու, Կոտայքի մարզով անցնող հատվածի վրա շինարարական աշխատանքներ իրականացվել։ Բարեկարգվել է նաև Բջջինի ամրոց տանող ճանապարհը։ Այն ունի ոչ միայն կարևոր նշանակություն բնակավայրի համար, այլև կարևոր նշանակություն ունի զբոսաշրջային տեսանկյունից, որովհետև ամրոցը մեր համար կարևոր զբոսաշրջային վայրերից մեկն է եւ այնտեղ թեքությունները նաև այնպիսին են, որ նախկին գոյություն ունեցող կամ մեծ հաշվով գոյություն չունեցող ճանապարհի պայմաններում այնտեղ հասնելը մեծ դժվարություններ էր պահանջում եւ հաճախ զբոսաշրջիկները խուսափում էին ամրոց այցելել վատ ճանապարհի պատճառով։ Կոտայքի մարզպետի խոսքով կատարված աշխատանքը կենսական նշանակություն ունի։ Առաջիկայում հենց այսօր նախարարի հետ քննարկումներ ունեցանք, Սևանի, Մայրուղին, Բեռնաթափող մի քանի ճանապարհներ ունենք, որոնց վրա արդեն աշխատանքներ իրականացրել ենք եւ ունենք մեկ ճանապարհ, որը բավականին լուրջ կնպաստի Սևանի Մայրուղում Բեռնաթափմանը, դա Ֆանտան Աբովյան ճանապարհն է, այսօր Աբովյան այսի ժամանակ մենք քննարկեցինք, որպեսզի 26 թվականին այդ ճանապարհը եւս ընդգրկենք վերանորոգվող ճանապարհների ցանկում։ Պետություն համայնք համաֆինանսավորմամբ նորոգվել է նաև Հրազդանի Լեռնանիստ բնակավայրի նախկինում անմխիթար ճանապարհը։ Ընդհանուր ձգվածությունը ճանապարհի 1300 մետր է, 207 միլիոն դրամ արժողությամբ ֆինանսավորումը ու նաև մայթերի հետ կապված խնդիրներ ունեինք, մայթ հասկացողություն չկար, քաղաքացիները քայլում էին երթևեկելի հատվածով, նաև անվտանգության խնդիր էր ու ամենակարևորը մրցույթը հայտարարվել է 5 տարվա երաշխով։ Որպեսզի ճանապարհը երկար կյանք ունենա, շինաշխատանքների ընթացքում մշտապես տեղեկատվություն է իրականացվում։ Ճանապարհային դեպարտամենտը ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու ընթացքում առաջին հերթին պայմանագրային հարաբերությունների մեջ է տեղեկատվության կազմակերպության հետ եւ տեղեկատվությունը իրականացնում է տվյալ կազմակերպությունը, որը որ շահել է։ Ճանապարհային դեպարտամենտը եւս ինժեներական թիմի միջոցով իրականացնում է վերահսկողական աշխատանքներ։ Մարզում բացի ճանապարհաշինականից իրականացվում է նաև դպրոցաշինական աշխատանքներ։ Այս պահին հիմնանորոգվում է 16 դպրոց, եւս 4-ը 2025-ին հանձնվել է շահագործման։ Նախարարը հետևեց նաև Աբովյանի Էլար թաղամասի մանկապարտեզի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգման աշխատանքներին։ Քրիստինե Թորոսյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։